Ամեն սերունդ ժառանգություն է ստանում իր նախորդ սերնդից։ Պետության, բարոյական, հոգևոր, ինստիտուցիոնալ հիմքերը։ Եվ երբ գործող սերունդը անկարողությունից կամ եսասիրությունից մղված քայքայում է այդ հիմքերը, ոչ միայն չի կատարում իր կոչումը, այլև վտանգում է ապագա սերնդի ուրեմն հեռանկարը։ Այս մասին Սուրբ Գիրքը մեզ Իսրայելի օրինակով բավականաչափ դասեր է տալիս։ Օրինակ, դատավորաց գրքում նշվում է, որ Հեսուի մայից հետո եկող սերունդը այլևս չէր ճանաչում ոչ Տիրոջը, ոչ էլ գիտեր այն բոլոր գործերը ազատարար, որ Տերը կատարել էր ուխտի ժողովրդի կյանքում։ Եվ անմիջապես հետո ավելացնում է, որ այդ սերունդը չարիք գործեց Տիրոջ առաջ, այսինքն ընկավ կռապաշտության մեջ, կռապաշտությունից բխած պատվիրանազանցության մեջ, քայքայեց իր հասարակական ուրեմն հիմքերը եւ զրկվեց ազատությունից։ Ամեն անգամ, երբ ուխտի ժողովուրդը մոռանում էր Աստծո հետ կնքված իր ուխտը, այն պատվիրանները, որոնք երաշխավորելու էին իրենց ազատությունը, համընդհանուր կյանքը, բարեկեցությունը, արտաքին թշնամին առավելություն էր ստանում։ Սա էր դասը։ Երեմիա մարգարեն զգուշացնում է։ Այսպիսի մի հետաքրքիր արտահայտություն կա այդ մարգարեության մեջ։ Հայրերը կերան Ազոխը, որդիների ատամներն առան։ Ազոխը թթու խաղողն է։ Այսինքն հայրերի մեղքը, անպատասխանատու կեցվածքը դառը համ են թողնում իրենց որդիների բերանում։ Բայց սա միայն կրոնական խնդիր չէ։ Երբ կա հոգևոր հիշողության կորուստ, բացակայություն, առաջանում է ճգնաժամ պետական կազմավորման մեջ։ Տեղի է ունենում հավաքական հոգու կորուստ։ Հավաքական հոգին որն է, երբ մարդիկ հավաքված են արժեքաբանական միևնույն սկզբունքների շուրջ։ Եվ երբ հեռանում են, դիմագրավում են արդեն ճգնաժամի, դա կարող է լինել քաղաքական, դա կարող է լինել տնտեսական, անվտանգային, բարոյական, հոգևոր։ Սրա մասին նաև լավ դաս է տալիս մեզ համաշխարհային պատմությունը։ Այն իմաստով, որ եթե հասարակության բարոյական, հոգևոր հիմքերը խարխլված են եւ ներսում կա պառակտվածություն, մեկը մյուսին ոչնչացնելու ցկտում, անարդարություն, ոչ մի տնտեսական կամ ռազմական ուժ չի կարող փրկել այդ պետությունը եւ հասարակությունը ուրեմն կործանումից կամ վերահաս աղետից։ Հռոմեական կայսրության փլուզումը սովորաբար կապվում է բարբարոսների անընդհատ ներխուժումից։ Այո, սա կայսրության, այսպես ասած, փլուզման վերջնական մեղն էր, որ խփվեց։ Բայց երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ գլխավոր պատճառն այն էր, որ այլասերվածությունը, ցոփ ու շվատ կյանքը եւ հատկապես քաղաքական ցինիզմը խարխլել էին կամ բթացրել էին քաղաքացիական զգացողությունը, որ մարդիկ առաջապարտությամբ ասում էին, որ իրենք հռոմեական քաղաքացիություն ունեն։ Հիշենք Պողոս Առաքյալին, որին ուզում էին դատել,
ուրեմն Պաղեստինում, բայց երբ իմացան, որ ինքը հռոմեական քաղաքացի է, ուղարկեցին Հռոմ կանգնելու այդ արդարադատության առջև, որտեղ հռոմեական քաղաքացին դա արժանապատվություն ունեցող եւ արժանապատվությունը պետության կողմից հարգվող մեկն էր։ Այդ ժամանակվա վկա, այդ պատմական իրադարձությունների վկա Օգոստոս Երանելին այս իմաստով հետարքիր մի միտք է արտահայտում, ասում է, երբ արդարությունը վերանում է հասարակության մեջ կամ պետության մեջ, ինչ են այդ դեպքում դառնում թագավորությունները, եթե ոչ ավազակների մեծ խմբավորումներ։ Ավելի ուշ շրջանի պատմության մի կարևորագույն հատված դիտարկենք։ Ազատության, հավասարության եւ եղբայրության գաղափարներով ծնված ֆրանսիական հեղափոխությունը շատ կարճ ժամանակ հետո անմիջապես վերածվում է վաղ տերոր ներշնչող ռեժիմի, այն աստիճան, որ գիլյոտինը սկսում է խժռել արդեն հեղափոխության, ուրեմն զավակներին, ինչպես ասում են։ Ինչու՞։ Որովհետև ազատությունը առանց արդարության, առանց այդ եղբայրության, այդ բաժնեկցության, ճշմարտության հոգևոր եւ բարոյական դառնում է ինքնաոչնչացնող։ 20-րդ դար ամբողջական ժողովուրդներ հրապուրվեցին զանազան խոստումներով, սոցիալական արդարության, օրինակ համայնավարության հատվածում, կոմունիզմի, ազգային գերակայության, նացիստական Գերմանիայի հատվածում, եւ իրենց հանձնեցին տոտալիտար ռեժիմների, եւ արդյունքը ինչ եղավ, բռնապետություններ եւ մարդակուլ պատերազմներ, որովհետև չես կարող ստեղծել արդար հասարակություն, եթե չես ստեղծում արդար եւ հոգևոր մարդ։ Առանց հոգևոր սկզբի, առանց Աստծո գաղափարի հնարավոր չէ արդարություն կերտել երկրի վրա։ Ուրեմն եւ Սուրբ Գիրքը եւ պատմության դասը մեզ գալիս են ասելու եւ տալիս են նաեւ ճանապարհը, որ չես կարող աղճատել մարդու եւ հասարակության ամբողջական պատկերը, որ է հոգևորը, նյութականը եւ մտավորը։ Սուրբ Գիրքը լավ ճանապարհ է մեզ ցույց տալիս։ Ասում է Սաղմոսas գրքում 126-րդ Սաղմոսի հենց սկզբում. Եթե Տերը չի կառուցում տունը, իզուր են հոգնում այն շինողները։ Իսկ վերածնունդը, հասարակության կերտումը, պետականության, ուրեմն կառուցումը այստեղից է սկսվում։ Դարձ դեպի Աստված։ Հայացքով դարձ դեպի մեր նմանը, դարձ պատասխանատվության զգացումով դեպի այն ամենը, ինչ որ մեզ ժառանգություն է տրված։ Անցյալից ստացված ավանդ, ներկայի հնարավորություն եւ ապագայի տեսլական։ Սա է, որ ապահովում է պատասխանատվությունը ոչ միայն այսօրվա, այլև ապագայի սերնդների համար, որովհետև մենք չենք կարող ներկայի անցողիկ շահի համար վտանգել ապագայի հեռանկարը կյանքը, որ բաժին է հասնելու եկող սերնդին, եւ չես կարող հպարտության, տգիտության, անպատասխանատվության վրա բարեկեցիկ հասարակություն կառուցել եւ հատկապես սա վերաբերում է քրիստոնյաներին կատարելու իրենց դերակատարությունը, իրենց դերը, այսպես ասած, մի կողմից
աղը լինելու հասարակության, մյուս կողմից լույսը։ Երբ աղը կորցնում է իր պահպանողական գործառույթը, հասարակության բարոյական կոդեքսը նվազում է, ապականվում է ինչ-որ իմաստով։ Երբ լույսը մարում է ճշմարտության, գիտության, այդ դեպքում տիրում է խավար։ Եվ հատկապես քրիստոնյաները, քրիստոնեական հավատքը, ինչքան էլ որ փորձում են պնդել, ինքը չեզոք չի կարող լինել, որովհետև անարդարության, կեղծիքի, այսպես ասած, ատելության այս երևույթների առջև քրիստոնյան չի կարող թեկուզ պասիվ դերակատարություն ունենալ, որտեվ եթե դերակատար չես, մասնակից ես ուրեմն, թեկուզ պասիվ կերպ, կրավորական կերպով, եւ նույնն է եկեղեցին որպես հավաքականություն։ Եթե եկեղեցին չի պաշտպանում մարդու եւ ժողովրդի արժանապատվությունը եւ ազգի խիղճը, չի կատարում իր գործառույթը։